Նոր հեռուստաընկերության բարի առավոտին միացած մեր շատ սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ մենք ողջունում ենք ձեզ, հերթական հանգստյան օրերը մեկնարկել են, մենք էլ մեկնարկում ենք մեր աշխատանքները եւ սիրով տեղեկացնում, որ շուտով նորից սկսում ենք կրթող, հետաքրքիր եւ շատ ուրախ հարցազրույցների շարք։ Հանգստյան օրերին եւ այս գարնանային տրամադրության ֆոնին շտապեմ ձեզ տեղեկացնել, որ ապրիլի 26-ը մտավոր սեփականության իրավունքի համաշխարհային օրն է, օրվա արդիվ զրուցելու ենք իրավաբան Արթուր Վարդերեսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ։ Եվ քանի որ ընդհանուր թեմայի հետ կապ ունեք, միաժամանակ նաև Նոր հեռուստաընկերությամբ շուտով կհեռարձակվի ձեր հեղինակային հաղորդումը, որը կոչվում է Հեղինակի իրավունք, շտապեմ շնորհավորել ձեզ հեռարձակման կապակցությամբ, որը որ շուտով տեղի կունենա հենց Նոր հեռուստաընկերությամբ։ Պարոն Վարդերեսյան, միշտ մարդկանց մոտ տպավորություն կա, որ այն հարցերը, որոնք որ իրավական ոլորտին են առնչվում եւ մի քիչ էլ իրավական տերմիններն այստեղ գերակշռում են, մի քիչ առաջանում են երկակի կարծիքներ, արդյոք դա հեշտ է հասկանալու, թե ոչ։ Եկեք պատկերացնենք, թե ինչպես կարելի է սովորական քաղաքացում պատմել, թե ինչ է հեղինակային իրավունքը, որպեսզի հստակ հասկանա, թե ինչի հետ գործ ունի, մանավանդ այսօր այդ իրավունքի հետ կապված քննարկումներն ու առհասարակ ամեն բան շատ է։ Նախ շնորհակալություն այս գեղեցիկ տաղավար հրավիրելու համար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մտավոր սեփականության համաշխարհային օրվա հետ կապված այս տարվա թեման երաժշտությունն է, առաջի հերթին մեր երաժիշտներին, կոմպոզիտորներին, կատարողներին, բոլոր ստեղծագործողներին եւ բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են այս ստեղծարար ինդուստրիայում եւ շատ մեծ գործ են անում, քանի որ երաժշտությունը գիտեք, ինչքան կարեւոր է յուրաքանչյուրիս համար, այն մարկային տրամադրության, հոգեվիճակի հետ անմիջականորեն առնչվող ստեղծարար գործունեության ոլորտ է։ Հեղինակային իրավունքը առհասարակ անմիջականորեն կապ ունի այս ոլորտի հետ եւ այն բարդ չի, ինչպես բոլորը պատկերացնում են, եւ ավելի հեշտ մի քանի սկզբունքներ կա, որը որ իմանալով հանդերձ դա այդ իրավական հիմքն է, որը որ ստեղծագործողները կարծում եմ պետք է լինեն։ Առաջի ամենակարևորը, որ ցանկացած անձ ով ստեղծագործ գործունեությամբ է զբաղվում եւ ստեղծում է որևէ արժեք, այն սեփականության իրավունքով պատկանում է իրեն։ Հեղինակային իրավունքի մասով այն արդեն իսկ ստեղծման փաստով, երբ որ դու այդ գաղափարը, այդ միտքը, այդ նոտաները, այդ երաժշտությունը, հնչյունները ինչ որ մի կերպ ամրագրում ես, թղթի վրա, ֆիքսելը որտեղ շատ կարևոր է, ձայնագրում ես ինչ որ հեռախոսի վրա, այսինքն առաջի ամրագրման նյութական տեսք ստանալու պահից ինքը արդեն դառնում է իրավունքի ուժով պաշտպանվող։ Եվ կան նաև լրացուցիչ մեխանիզմներ, որը որ ստեղծագործողները ըստ էության իրականացնում են, որպեսզի այդ իրավունքները պաշտպանության լինեն, դեպանացման համակարգն է, տարբեր ռեեստրներում գրանցումն է եւ հին ժամանակներում մի նաեւ մեթոդ կար, փոստային ծառայությունով մարդ իր ստեղծագործությունը նամակով ինքն իրեն էր ուղարկում, որպեսզի ֆիքսվի այն պահը, այն ժամը, որ այդ ստեղծագործությունը արդեն ստեղծված է եղել։ Այդ ամեն ինչը միջազգային օրենսդրությամբ Հայաստանի օրենքներով կարգավորված է եւ ստեղծագործողների մեծ մասը ապահովում են, ովքեր որ իրազեկված չի, տարբեր մեխանիզմներով այդ տեղեկատվությունը տարածում է, որպեսզի մեր ստեղծագործողները այդ ավելի տեղեկացված լինեն եւ ամեն ինչ անեն։ Եվ քանի որ ասացիք ֆիքսված, փաստորեն ֆիքսելն էլ տարբեր ժամանակներում տարբեր կերպ է եղել եւ այսօրվա այդ տեղեկատվական տեխնոլոգիաները հեշտացնում են process-ը, ուղղակի կարելի է ձայնագրել կամ, չգիտեմ, ինչ որ նկարել ինչու ոչ եւ դրա այդ պահից սկսած սկսվում է հեղինակային իրավունքը գործել։ Մի փոքր եթե պատմական ակնարկ անենք այս իրավունքի հետ կապված, նախկինում ասում են, որ սա պատկանում է նրանց, ովքեր որ պատվիրում են որևէ բան գրել։ Օրինակ արքունական պալատում դա պատկանում էր իրավունքը թագավորին, միապետին։ Հետագայում երբ արդեն տպագրման գյուտը ի հայտ եկավ, տպագրիչներին էր պատկանում, հիմա արդեն նրանց, ովքեր որ այդ հեղինակային, այդ ստեղծագործության հենց հեղինակն են։ Հայաստանում ինչ փուլերով անցավ այս իրավունքը եւ հիմա ուր ենք հասել։ Տեսեք, պատմական ակնարկը շատ դիպուկ էր, գրեթե տեխնոլոգիայի առումով, միայն տեխնոլոգիաների զարգացումը տեղ ունեցել, բայց process-ի գործընթացի առումով ոչինչ կարելի է ասել
չի փոխվել, որովհետև նույնպես այսօր էլ գործատուն, պատվիրատուն, եթե վճարում է ստեղծագործության համար ու եթե դա պայմանագրերով ամրագրվում է, դա իդեպ դա շատ կարևոր բան է, որ ստեղծագործողը իր թույլտվությունը եւ թույլտվությունների շրջանակը պայմանագրով ամրագրվի եւ պատվիրատուին են փոխանցվում այդ ստեղծագործությունից գումարներ վաստակելու իրավունքը, բայց հեղինակի իրավունքը ինքը անտերելի է, այսինքն պատվիրատուն այո կա ինքը էական դեր է կատարում, բայց ստեղծագործության հեղինակը միշտ մնում է այն անձը, ով որ այն ստեղծել, այսինքն ոչ նյութական իրավունքներ իրանք անփոխանցելի են։ Տեսեք, տեխնոլոգիաները հեղինակային իրավունքը շատ ակտիվ զարգացում ապրեց, ճիշտ եք ասում, այդ Գուտենբերգի գյուտից հետո, երբ որ տպագրություն, այսինքն ինչ տեղի ունեցավ, տպագրությունը, ոնց էր այն ժամանակ գրքերը ինչպես էին գրում, ձեռագիր։ Գրքերը մի օրինակով չէին ստեղծվում, որովհետեւ իրանք բազմացվեին, բազմաթիվ արտագրող գրչակներ կային, ովքեր մայր գիրքը իրանք ուղղակի արտագրում էին։ Եվ այդտեղ մեծ ծավալներ հնարավոր չէր հասնել, տպագրական գյուտը հնարավորություն ստեղծեց, որպեսզի այն ավելի լայն տարածվի, եւ այդ լայն տարածումը նաեւ բերեց, այսպես ասած, հեղինակային իրավունքների խախտումների, որովհետեւ այդ մայր օրինակը տիրապետողից արդեն սկսում էին թույլտվություն։ Հետո օրինակ նույն երաժշտության բնագավառում դուք լավ կհիշեք, դուք ավելի չեք հիշի, բայց սկզբից վինիլային երաժշտական ինդուստրիայում շատ կարևոր էին վինիլային սկավառակները եւ երաժշտությունը ամրագրում էր այդ սկավառակների վրա։ Հետո աուդիո կասետաները, որոնք որ նույնպես ամրագրման եղանակ էին եւ ավելի մեծ քանակի հնարավորություն էին տալիս արտադրելու։ Հետո CD-ները, DVD կրիչները, դրանից հետո արդեն ինտերնետ տեխնոլոգիաների մուտքով հնարավորություն ստեղծվեց անսահման արագ եւ անսահման քանակի օրինակներ ստեղծել եւ տարածել։ Այդ ամբողջ process-ի ընթացքում հեղինակային իրավունքը նույնպես էվոլյուցիայի ապրեց, ստեղծագործողների համար որպես արդյունք բիզնես շատ լավ պայմաններ ստեղծվեց, որ իրանք իրանք ստեղծագործությունը արվեստը կարողանան տարածել ամբողջ աշխարհով մեկ, որը կախված չի սահմաններից, որը կախված չի ֆիզիկապես դա ինչ որ միտեղ տեղափոխելուց, այլ մեկ հարվածով քո երաժշտությունը հայտնվում է մի հարթակում, որտեղից որ այն լսելի է բազմաթիվ մարդկանց, բայց եւ բերեց հեղինակային իրավունքի խախտման մարտահրավերները, որովհետեւ իհայտ եկան տարբեր հարթակներ, որոնք հեղինակի հաշվից սկսեցին գումարներ աշխատել եւ դա պիրատության, հեղինակահենության ժամանակակից ամենաբարդ մարտահրավերներից մեկն է։ Այսինքն որքան տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, թվում է թե հնարավորությունները մեծանում են ստեղծագործությունները լայն տարածելու, դրան զուգահեռ ավելանում են նաեւ այն մարտահրավերները, որ դա կարող է քեզ չպատկանել։ Խոսենք հիմա այդ պաշտպանության մասին, հա, ենթադրենք, կա ստեղծագործություն, երաժշտություն, քանի որ այսօր երաժշտության թեմայով ենք հիմնականում խոսում, ստեղծագործությունը կա, ֆիքսվել է որևէ նյութական միջոցով, բայց պիրատության պատճառով հեղինակը դարձել է մեկ այլ անձ։ Ինչպես իրական հեղինակը պիտի փորձի պաշտպանել իր իրավունքները եւ ինչ միջոցներ կան մեր երկրում։ Նայեք, դա խախտման երևույթերից մեկն է, դա ոնց որ հեղինակության յուրացումն է, որ ինչ պատճառներով որևէ մեկ այլ անձ միգուցե ձևափոխություններ անելով կամ որոշ երանգներ փոխելով փորձում է ներկայացնել տվյալ ստեղծագործությունը որպես իրենը, մինչդեռ իրական ստեղծագործողը մեկ այլ անձ է։ Դրա համար մենք օրինակ միշտ խորհուրդ ենք տալիս այն պահը շատ կարևոր է ստեղծագործական պահը, երբ որ դու արդեն քո մոտ դա ինչ-որ մի ձև ամրագրում ես, մինչև գնալ որևէ ստուդիա ձայնագրության, մինչև գնալ որևէ մեկին հայտնել այդ գաղափարը, այսինքն դու ես միայն քո ստեղծագործությունն է, դու արդեն ամրագրել ես, պետք է իրականացնել այդ դեպոնացման խնդիրը։ Հայաստանի Հանրապետությունում դեր խորհրդային միությունից կար հեղինակային իրավունքներով զբաղվող կազմակերպություն, այժմ այդ կազմակերպությունը եւս գործում է, հայհեղինակ իրավունքների կոլեկտիվ կառավարող կազմակերպությունն է, հայհեղինակը թույլ է տալիս, որպեսզի դա լինի, ինչ process-ա տեղի ունենում, անձը որևէ կրիչի վրա ձայնագրելով իր ստեղծագործությունը, գնում է հայհեղինակի գրասենյակ, այնտեղ այդ ստեղծագործությունը
տեղադրվում է ծրարի մեջ, ծրարը կնիքվում է, կողմերը ստորագրում են եւ հայհեղինակի մատյանում կատարվում է գրառում, որ այս օրը տվյալ անձը իպա է հանձնել այսինչ անվանումով այս ստեղծագործությունը, որով ինքը ֆիքսում է, որ իր մոտ արդեն այդ ստեղծագործությունը ի սկզբանե եղել է։ Տեխնոլոգիաները, ինչպես ասացինք, զարգանում են, կա եւս մեկ այլ ընկերություն, IETIS ընկերությունը, որը Հայաստանում առաջարկում է նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված դեպոնացում։ Գիտեք, տեխնոլոգիաների ոլորտում էս բլոկչեյնները, կրիպտոները, իրանք բավականաչափ տարածված են։ Դեպոնացումը իրականացում է բլոկչեյն համակարգի միջոցով։ Դա շատ հետաքրքիր, ունիկալ հնարավորություն է, որ այն հնարավոր չի փոփոխել, այն հնարավոր, այսինքն այդ փաստը, որը ֆիքսվում է այդ հարթակում, դա նույնպես կարևոր գործոն է, որ անձը տվյալ պահին հանդիսացել է հեղինակ։ Այսինքն անձը կանխում է հետագա ներկայացումների ընթացքում կամ համագործակցության ընթացքում, երբ որ այդ ստեղծագործությունը սկսում են այլ մարդիկ ծանոթանալ, հնարավորություն չունենան գողանալու իր մտավոր սեփականությունը, եւ եթե նման խնդիր առաջանա, իրենք հնարավորություն ունեն ժամանակով, դատական կարգով ապացուցել, որ հեղինակ, այսինքն այստեղ իրավական process-ներ են ընթանում, դատարաններ, այլ միջազգային կառույցներ, որոնք ներգրաված են, որպեսզի այդ փաստը հաստատվի։ Ինչ վերաբերվում է արդեն իսկ հրապարակված ստեղծագործությունների, հիմա դեռ շատ տարածված է քավերների գաղափարը, գործը մի քիչ ավելի բարդ է այո, բայց համենայն դեպս իրավական մեխանիզմներ գոյություն ունեն, որոնք որ հնարավորություն տալիս են պաշտպանելու հեղինակին։ Այսինքն այն cover տարբերակները, որոնք որ հրապարակվում են, գուցե հենց հեղինակի կամքով չլինեն, եւ այդ դեպքում եւս հնարավոր է պաշտպանել հեղինակային իրավունքները։ Չնայած այն բանին, որ այսօր երաժշտական ոլորտում այդ cover տարբերակները շատ են, եւ միգուցե հանրության կողմից դրանք ավելի շատ սիրվեն, այո, եւ երբեմն լայն տարածում են գտնում դիտումների քանակը ավելի շատ է, քան հենց իրական ստեղծագործությունը։ Բայց պետք է հաշվի առնել, որպեսզի անպայման այդ cover-ները կամ remix-ները կամ ձևափոխումները, գիտեք, հայտնի ստեղծագործություն կարող է լինի, ժամանակակից գործիքավորում արվի, միքս արվի ռեփ ոճի հետ եւ այդ ստեղծագործությունը օրինակ ավելի ձեր ասած պոպուլյար դառնա։ Ես միշտ այդ օրինակը հիշում եմ Աճեմյանի Սիրո հասակ երգը Իսպիրյանի կատարմամբ եւ փայլուն նաեւ միքս տարբերակը երիտասարդ ռեփ երգիչ Հայկոյի միջոցով եւ երիտասարդության դպրոցահասակների շրջանում հենց այդ ռեփ տարբերակն է լայն տարածում։ Ես հենց այդ տարբերակն եմ հիշում, այո։ Բայց ինքը ֆանտաստիկ ստեղծագործություն է, որը որ բոլոր ժամանակների համար ստեղծագործություն է եւ ի պատիվ մեծ կոմպոզիտորի ինքը ես այդ ստեղծագործությունը շատ եմ սիրել։ Այո, ես էլ կարծում եմ cover տարբերակներն էլ ամեն դեպքում հաջողված են։ Մեկ հարց տամ, եթե cover տարբերակով հրապարակվում է ստեղծագործությունը, երաժշտությունը, այս դեպքում հեղինակի անունը նշել են, բուն, սկզբնային ստեղծագործությունը, դրանով ինչ որ չափով հնարավոր է մարդու հեղինակային իրավունքները չոտնահարել։ Ենթադրենք, որ սա այս cover տարբերակը այսինչ ստեղծագործության հիման վրա է։ Նայեք, դասական իմաստով հեղինակի թույլտվությունը պետք է։ Այո։ Այսինքն ցանկացած այլ նշում դա ուղղակի պայմանական ներքին ինչ-որ բարոյական նորմերի պահպանությունն է, որտես ես հեղինակի անունը չեմ ոտնահարել, ինքը նշվել է հրապարակում, բայց ամեն դեպքում դուք պատկերացրեք, որ այդ ստեղծագործությունը կոնկրետ ունի իրավատեր։ Կարող է լինի հեղինակը, կարող է լինի այն ստուդիան, որը որ այդ ստեղծագործությունը ստեղծելու, հրապարակելու, տարածելու համար մեծ գումարներ է ծախսել եւ ըստ էության cover-ի հիմքում հենց այդ ստեղծագործությունն է։ Եթե չլիներ այդ ստեղծագործությունը, այս տրամաբանությամբ նայենք, չէր լինի cover-ը։ Այո, իհարկե։ Դա ածանցյալ օրենքով դա շատ հստակ կարգավորված է եւ պարտադիր, եթե դու օգտագործում ես մեկի ստեղծագործությունը, պետք է անպայման թույլտվություն ունենաս։ Հիմա խոսենք այդ թույլտվությունից։ Երբեմն բանավոր համաձայնության միջոցով են որոշում, որ այո, կարելի է օգտագործել այս ստեղծագործությունը, բայց արի ուտես հետո մարդիկ սկսում են զարմանալ, ինչու է այսպես, ինչու իմ ստեղծագործությունը կրկնօրինակեցին եւ դա ավելի լայն տարածում գտավ։ Համաձայնության ինչ տարբերակն է ավելի ճիշտ
իրավական ոլորտում, որ հետո ապացուցելի կլինի, որ եղել է համաձայնություն։ Ցանկացած իրավաբան ինքը միշտ գրավոր պայմանավորվածությունների կողմնակից է, որովհետև բանավոր պայմանավորվածությունները, եթե կողմերից մեկը հրաժարվում է, որ ինքը նման պայմանավորություն կամ պայմանավորության դետալները շուրջ ասում, նու կարող են ասել, չէ, ես այս նկատի ունեի, դու դա հասկացար, մենք եւ միշտ մենք խորհուրդ ենք տալի, որ պայմանագրային հարաբերությունները դա հեղինակային իրավունքների պաշտպանության մյուս ամենակարևոր իրավական գործիքակազմն է։ Եթե դու որոշել ես զբաղվել ստեղծագործ գործունեությամբ, որոշել ես, որ այդ ստեղծագործ գործունեությունը պետքա դառնա բիզնես գործունեության հումք առարկա, պետք է անպայման այդ պայմանագրային հարաբերությունները կարգավորես։ Իսկ կողմերը այդ ինդուստրիայում գիտեք, ստեղծագործողը մեկ կողմում, մյուս կողմում հեռուստաընկերություններ, մյուս կողմում գովազդային հոլովակներ պատրաստողներ, ընկերություններ, ստուդիաներ, որոնք որ զբաղվում են հրատարակչությամբ եւ տարածումով, նույնիսկ երբ որ դու տեղադրում ես քո ստեղծագործությունը որևէ համացանցային հարթակ, լինի YouTube, լինի Spotify, iTunes, դուք նկատած կլինեք, որ բոլոր նման հարթակներում կան, այսպես ասած, terms and conditions-ներ, օգտագործման պայմաններ, որտեղ դա իրավաբանության մեջ ընդունված է անվանել բաց օֆերտա, բաց պայմանագիր, որ առաջարկ է բոլոր մարդկանց հավասար պայմաններով օգտվելու տվյալ հարթակի ծառայություններից եւ նույնիսկ դու երբ որ սկսում ես այդ հարթակում գործողություններ կատարել, շատ մարդիկ այդ բաները ճիճկաները ավտոմատ են դնում եւ առանց կարդալու, բայց այդտեղ է ամբողջ պայմանագրային բազան հարաբերությունը տվյալ հարթակի հետ։ Եվ հետո երբ խնդիրներ են առաջանում, այսպես զարմանք, թե ինչու այսպես, բայց կային բոլոր կետերը։ Եվ կարծում եմ, պարոն Վարդերեսյան, այս ամենի շուրջ իհարկե անընդհատ խոսել մանավանդ մասնագետի հետ շատ հաճելի է, բայց կրկնակի հաճելի է, երբ այդ մասնագետները սկսում են տեղեկացնել հանրությանը տարբեր մեթոդներով եւ շուտով նոր հեռուստաընկերությամբ ձեր հեղինակի իրավունք հաղորդաշարը հեռարձակվի։ Մի փոքր խոսենք սրա մասին։ Ես կարծում եմ մտահղացումը առաջացավ հենց այն նպատակով, որ պետք է տեղեկացնել հանրությանը եւ սա եւս այդ տեղեկացնելու մեթոդներից մեկն էր։ Հա, տեսեք, հեռուստահաղորդման գաղափարը ճիշտ ասած ինքը առաջացավ այն տեսակետից, որ ոլորտի մասնագիտական մտավոր սեփականության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության պակաս կա եւ ոլորտում կան փայլուն մասնագետներ, ովքեր որ շատ լավ գաղափարներ ունեն եւ այդ գաղափարները ոլորտը լավարկելու տարածելու անհրաժեշտություն կա։ Բացի դրանից հաղորդաշարերում մենք հարցազրույց ենք ունենում ոլորտի հիմնադիրների հետ, ովքեր որ առանցքային եւ էապես դեր են ունեցել Հայաստանի նորանկախ թե սովետական միության ժամանակաշրջանում են աշխատել ոլորտում եւ Հայաստանի Հանրապետության նորանկախ պետության մտավոր սեփականության ոլորտի կայացման գործում էական ներդրում են ունեցել իրանք փայլուն իրավաբաններ են, այո, հյուրերը Եվ կարծում եմ երկու այսպես բանիմաց մարդկանց զրույցը իսկապես շատ հաճելի է, նամանավանդ նրանք, ովքեր ոլորտի հիմնադիրներն են։ Իդեպ իրանք մեր զրույցների ընթացքում ասացին, որ նմանատիպ հաղորդում եղել է Խորհրդային Միության ժամանակահատվածում, որը որ հիմնականում անդրադառնում էր գյուտարարներին, ստեղծագործողներին, օրինակ ինչ որ գյուտ էին վերցնում եւ քննարկում էին ավելի առարկայական գյուտի հետ կապված, այսինքն մասնագիտական նման հաղորդում եղել է, որը ըստ մեր զրուցակիցների բավականաչափ լավ մասնագիտական հանրությունում եւ դուք մեր հաղորդման սկզբում շատ կարեւոր մենք մտածում էինք շատ մասնագիտական խոսենք, թե մի քիչ ավելի հարամաչելի, որովհետեւ տեսեք մասնագիտական հանրության համար իմ կարծիքն է որ պետք չի խուսափել հանրամաչելին շատ լավ է, անպայման պետք է որպեսզի կարողանալ բարդ բաները ավելի պարզել։ Բայց իրավական բառամթերքից պետք չի խուսափել։ Պետք չի խուսափել եւ մասնագիտական հանրության հետ նաեւ պետք է հաղորդակցվել մի քիչ մտածելու իրավական լեզվով,
պետք չէ ամեն ինչ sense հպանցիկ Միանշանակ շատ համաձայն եմ։ Դե իհարկե հանրամատչելի լինել նրանց համար, ովքեր որ ուղղակի սովորական քաղաքացիներ ու մարդիկ են եւ պետք է հասկանան այն ինչ որ խոսում են։ Հիմնական սկզբունքները, այո։ Երկու հոգու զրույց է լինելու, ես ոնց հասկացա, եւ սովորական քաղաքացիների համար է դա։ Ես նորից շնորհավորում եմ ձեզ հեռարձակման կապակցությամբ։ Շուտով նոր հեռուստաընկերությամբ մենք արդեն կհեռարձակենք հեղինակի իրավունք հաղորդաշարը։ Ես ձեզ շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ եւս մեկ անգամ օրվա կապակցությամբ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, օրվա խորհրդով զրուցակցից հետ քննարկեցինք հեղինակային իրավունքի պաշտպանության մասին հարցեր։ Շուտով մեր եթերում գրագետ դադարն է եւ մենք դարձյալ նորից ինֆորմատիվ եւ հետաքրքիր զրույցներով կվերադառնանք տաղավար։